Ողջունում եմ բոլորիդ, ես Տելա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Այսօր մանրամասն խոսելու ենք գյուղական զբոսաշրջության զարգացման մասին, հեռանկարների մասին, չստացվելու մասին, ձախողելու մասին եւ հետեւաբար ավելի շուտ էի տեղադրել հղումը ուղիղ եթերի մասին, որպեսզի դուք միանաք մեր այս հանդիպմանը թուղթ ու գրիչով, որովհետեւ կթվա ծավալուն է լինելու թեման եւ կթվա թե հիշելու եք, բայց ժամանակի ընթացքում արդեն կմոռանաք կետեր, որոնք որ հետագայում ձեզ պետք են լինելու։ Ովքեր որ հիմա չեն միանա ուղիղ եթերին, մենք հղումը կպահպանենք եւ կտեղադրենք նաեւ իմ YouTube-յան ալիքում գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում խմբում եւ վաղվա համար նախատեսել ենք բաց դաս տվյալ թեմայով, արդեն հարց ու պատասխանի տեսքով, որպեսզի եթե դուք ունեք հյուրատուն եւ կանգնել եք այս խնդիրների առջեւ, այսինքն ունեք հաճախորդի խնդիր, զբոսաշրջիկները ձեր տեղը չգիտեն, բայց դուք արդեն բավականին աշխատանք եք տարել եւ այլ խնդիրներ, մենք միասին կքննարկենք եւ բաց դասի շրջանակում քննարկելու նպատակը այն է, որ եթե նույն ձեր խնդրին բախվել է նաեւ մեկ այլ հյուրատան հիմնադիր, ապա միասին քննարկենք եւ միասին էլ գտնենք լուծումները։ Քանի որ իմ ուղիղ եթերները հիմնականում լինում են դրական, արևոտ, հուսադրող, այստեղ նույնպես այդ նոտաները կլինեն, բայց ավելի շատ ես խոսելու եմ իրականության մասին եւ երբեմն նմանատիպ դեպքերում ներողություն եմ խնդրում, երբ որ ասում եմ ես բարձրաձայնում եմ մեր բացերը, բայց ես նշումներ եմ կատարել, որպեսզի հերթականությամբ կարողանամ առանց մտքից միտք թռչելու, որովհետև թեման ծավալուն է եւ գյուղական զբոսաշրջության զարգացման գործիքակազմին տիրապետելու համար առնվազն գոնե պետք է 4-5 հանդիպում, այսինքն դասընթացների շարք, որտեղ դուք նշումներով, պլանավորումով, անցնելիք ճանապարհով ձեզ մոտ քարտեզագրեք ճանապարհը։ Նախ մինչ սկսել իմ նշած կետերով անցնել, ուզում եմ ասեմ, որ գյուղը քաղաքի հանդեպ ունի առավելություն, որովհետև գյուղացու տունը, ցանկացած գյուղացու տուն կարող է դառնալ բիզնես կենտրոն, եւ դա չի վերաբերում միայն գյուղական զբոսաշրջությանը, պարզապես քանի որ իմ ոլորտը գյուղական զբոսաշրջությունն է, ես ավելի շեշտադրում եմ կատարում դասերի ժամանակ այդ թեմայի վրա, բայց յուրաքանչյուրիս տունը յուրաքանչյուր գյուղացու տունը կարող է լինել բիզնես կենտրոն եւ չվախենալ այս բառակապակցությունից, որովհետեւ դուք կարող եք զբաղվել չրարտադրությամբ, թռչնապահությամբ, մեղվաբուծությամբ, պահածոների արտադրությամբ, թեյերի արտադրությամբ եւ այլն։ Այսինքն գյուղում ցանկացած ոլորտ կարելի է զարգացնել եւ երբ որ մեր միտքը մեզ տալիս է հրահանգ, որ գյուղը եւ հողագործությունը հոմանիշներ են եւ դրանից զատ գյուղում մեզ ոչինչ չի պահում, այստեղից էլ լինում է այդ բլոկը, որ մենք սկսում ենք չմտածել, որ մեր գյուղը հենց ինքն է աշխարհի կենտրոն եւ սովորենք քաղաքը գյուղ բերել։ Այս թեզը արդեն շրջանառում եմ դեռ 15-16 թվականից, երբ որ ամեն անգամ ուղիղ եթերներից ժամանակ, հանդիպումների ժամանակ ասում եմ, որ յուրաքանչյուրիս գյուղը յուրաքանչյուրիս բնակավայրը մեզ համար պետք է լինի աշխարհի կենտրոն, այսինքն մենք այդ հոգեվիճակում պիտի լինենք եւ մենք պետք է երջանիկ լինենք մեր աշխարհի կենտրոնում, որովհետեւ այսպիսի մի ասույթ կա, դուք որտեղ էլ գնաք, ձեզ հետ տանելու եք ձեզ, այսինքն եթե դուք գյուղում ձեր միտքը չփոխեք եւ չունենաք մտքի հեղափոխություն, որտեղ էլ լինեք, դուք լինելու եք մարդ, ով աշխատում է ուրիշի համար, որպեսզի իրականացնի ուրիշի երազանքները։ Իսկ եթե դուք գյուղում որպես անհատականություն ստեղծեք ձերը, ունենաք ձերը, դուք կաշխատեք ձեզ համար եւ կիրականացնեք հենց ձեր երազանքը։ Իսկ եթե դուք ձեր գյուղում երջանիկ լինեք, բնականաբար չեք մտածելու գյուղը լքելու մասին։ Եվ այսպես, ովքեր արդեն ունեն հյուրատուն, եւ սա շատ հաճախ հանդիպող խնդիր է, չունեն հաճախորդներ, չունեն բավականին հաճախորդներ եւ ամսվա մեջ 1, 2, 3 հաճախորդը դա ոչ բիզնես է, ոչ
հաջողության պատմություն է, ոչ էլ կարող ենք համարել, որ մեր հյուրատնային բիզնեսը աշխատել է եւ զարգացում է ապրում։ Ինչու չունենք հաճախորդներ, որովհետեւ մենք մեր ժամանակը չենք տրամադրում մեր edge-ը զարգացնելու վրա եւ մեզ թվում է, որ եթե արդեն բացել ենք հյուրատունը, ամեն ինչ պատրաստ է, մենք պետք է տանը նստենք, մեր միտքը ուղարկենք երկինք եւ հաճախորդները իմանան այդ մասին ու գան։ Դա այդպես չի աշխատում։ Ներողություն, մի քիչ տեղս փոխեմ, որովհետեւ արևն ինձ խանգարում է։ Ինչպես գիտեք, մենք էլ ենք մեր հյուրատան աշխատանքներով զբաղված, ապագա հյուրատան, մի վարքյան, և զուգահեռ փորձում եմ նաև ժամանակ տրամադրել։ Եվ այսօր հասունացել էր հենց այս ուղիղ եթերը, որ ցանկացած էս հետ կիսվել։ Հարցեմ էստեղ տեսնեք, եթե արև չլինի։ Շվակ եմ փնտրում, որտեղից որ կարող եմ խոսել։ Գտա կարծես թե։ Երբեմն, երբ որ գրում են ինձ եւ ասում են կարող ենք ձեզ հետ հանդիպել կամ ասեք ձեր գրասենյակի հասցեն, ես ամենուր եմ եւ ահա իմ գրասենյակի մասնաճյուղերից մեկը, ես փուշը հանեմ, այսպես եւ այսպես շարունակենք։ Եթե դուք հյուրանոցը բացել եք եւ ունեք արդեն Facebook-յան edge, նախ շատ հաճախ ու ամեն անգամ դասընթացների ժամանակ ասում եմ, որ ահա Facebook-ի խխունջ Facebook-ի edge-ը պաշտոնական պետք է լինի լայքով։ Բայց ամեն անգամ մանրամասն բացատրելուց հետո մեր ընկերները, մեր ուսանողները, ովքեր որ հետաքրքրված են, գնում են եւ բացում Դրուզիայով edge համար 1 ձախողում։ Այսինքն դուք նաեւ սխալները ձեզ մոտ նշեք, որպեսզի չկատարեք կամ եթե կատարել եք ու արդեն ունեք այդ Դրուզիայով edge-ը եւ ափսոսում եք, որովհետեւ արդեն նաեւ այնտեղ ունեք X քանակի ընկերներ, հետևորդներ, ովքեր որ արդեն հետևում են, արդեն ձեր պատվիրատուների շարքին են դասվում եւ ափսոսում եք այդ edge-ը փակել։ Զուգահեռ edge-ին բացեք լայքով edge, որովհետեւ եթե դուք երբևէ որոշեք դիմել դրամաշնորհների ու այնտեղ կետ է լինելու պահանջ, որ տեղադրեք ձեր Facebook-յան edge-ի հղումը, ձեր բիզնես edge-ի հղումը եւ դուք եթե տեղադրեք այդ Դրուզիայով edge-ը, արդեն իսկ ձեր հայտը 50%-ով հնարավորությունը կորցնում է շահելու, որովհետեւ եթե դուք չգիտեք տարական մի կետ, որ պաշտոնական edge-ը, բիզնես edge-ը դա լայքով edge-ն է, ոչ թե Դրուզիայով, ապա դուք դեռ ունեք գիտելիքի պակաս տվյալ ոլորտում, այսինքն դուք հիմա նշեք ձեր մոտ, որ պարտադիր է ունենալ լայքով edge։ SMM-ի մասին, Facebook-ի edge-ը վարելու դեպքում մենք շատ հաճախ տրվում ենք գայթակղությանը, երբ որ նայում ենք այլ edge-եր ինչպես են վարվում եւ ասում ենք շատ լավ, մենք մեր բիզնես edge-ը կտանք SMM-ի, երբ որ մենք դեռ ինքներս չենք աշխատել այդ 100,000 դրամը, օրինակ կամ 80,000 դրամը, մենք վարձում ենք մարդ, ով պետք է զբաղվի մեր SMM-ով, ով պետք է գովազդի եւ մեր այդտեղ չաշխատած 80,000 դրամ ենք վճարում, իսկ մարդը ով ձեր edge-ի SMM-ով զբաղվում է, միգուցե մնացած ոլորտներում դա հրաշալի տարբերակի արդյունք է, բայց փորձը ցույց է տվել, որ
ձեր լավագույն SMM մասնագետը դուք եք։ Որովհետև հյուրատնային բիզնեսի տարբերություն մնացած բիզնեսների ինքը նաև հոգեվիճակ է եւ ձեզնից լավ ոչ ոք չի զգում այն, ինչը տեղի է ունենում ձեր տարածքում, ձեր եւ հաճախորդի շփման մեջ, ձեր եւ ձեր այգու շփման մեջ, անգամ ձեր եւ ձեր հյուրատան հարաբերությունները ոչ ոք չի կարող զգալ այնպես, ինչպես դուք ինքներդ։ Հետևաբար, դուք ինչ որ զգում եք, այդպես պետք է ներկայացնեք։ Այսինքն, ունեցանք Facebook-ի լայքով, այսինքն պաշտոնական edge, ունեցանք շատ գեղեցիկ նկար պատի եւ նկար պրոֆիլի երկու հատ եւ նաեւ լոգոն, երբ որ լոգոտիպի, այսինքն այդ ապրանքային նիշի նշանը ընտրում ենք, մենք մտածում ենք, որ հիմա չանենք, որովհետեւ բրենդ չի դեռ կամ ճանաչում չունի եւ այլն։ Դա հետագայում կարող եք փոխել եւ հիմա կան այդ գունավոր բառերը ժամանակակից, դա կոչվում է rebranding, այսինքն տվյալ պահին բացեցիք, ձեր հյուրատան անունը դրել եք հրաշագործ քար, անվանումը կա, պատի նկարը գեղեցիկ պարտադիր կա եւ արդեն սկսում եք պատմել ձեր գյուղի մասին։ Ավելին մի հուշում անեմ, ովքեր ունեն նպատակ բացել հյուրատուն, բայց այդ ռիսկ ասված անընդհատ նրանց խանգարում է 1 տարի, 2 տարի, 3 տարի, բայց նրանց մտքից դեռ դա դուրս չի գալիս, ուրեմն առաջին հերթին բացեք այդ պաշտոնական լայքով էջը, չունեք հյուրատուն ընդհանրապես, բայց ունեք երազանք, բացեք այդ երազանքի էջը, տվեք անուն, որովհետև այսպիսի մի համեմատություն կարող եմ անել, սիրում եմ այս համեմատությունը, ասում եմ, ինչ ենք անում, երբ որ երեխան ծնվում է, նրան տալիս էինք անուն։ Հետևաբար, երբ որ ձեր գաղափարը ծնվել է, գաղափարին տվեք անուն, բացեք էջը, սկսեք պատմել ձեր գյուղի մասին, ձեր տարածաշրջանի մասին, ձեր տարածքի մասին, տեղադրեք խոսող լուսանկարներ, տեղադրեք շատ կարճ ռիլեր, ինչու՞ չէ կարող եք խոսել այդ ռիլերում հենց ինքներդ, պատմել, չգիտեմ, այս պահի դրությամբ ես նայում եմ ինչպես են մրջունները վեր ու վարանում մեր այս սերկևիլի ծառի վրայով եւ միտք է առաջանում մրջունի աշխատասիրության մասին եւ մեղվի, երկուսն էլ շատ աշխատասեր են, բայց կա մեկ տարբերություն, մրջունն աշխատում է իր համար, մեղուն մարդկության, այսինքն գտեք թեմատիկ կարճ աֆորիզմներ, խորհուրդներ, առակներ, հուշող բանալի բառեր, լուսանկարներ, որոնք պատմում են ձեր բիզնեսի կամ գյուղի կամ հյուրատան մասին, որը գայթակղիչ կլինի, այսինքն դրանք կոչվում են բանալի բառեր, այս մի խխունջին էլ պոկեմ ծառից, օրինակ, տեսեք կա Հայաստանում, կարծեմ Բյուրակնում հենց խխունջների ֆերմա կա, որտեղ աճեցնում են, ուտում են եւ այլն։ Թե այդ մշակույթը ես չեմ հասկանում, բայց այնպես էլ չի, որ ասում եմ դա չի կարելի կամ ոչ թե մշակույթը չեմ հասկանում, հասկանում եմ ընտիրա եւ ցանկանայի գործաբուծություն լիներ, պարզապես ես խխունջ չեմ ուտում, որովհետեւ իմ քիմքին հաճոչի կամ մենք սովոր չենք, պատճառը դա է, բայց կան հազարավոր մարդիկ, ովքեր սիրում են խխունջ։ Այդպես օրինակ դուք կարող եք պատմել ձեր տարածաշրջանում աճող մշակաբույսերի մասին, պատմություններ, որոնք լսել եք տատիկ պապիկներից, տատիկ պապիկները կարող են պատմել, կարող եք պատմել գյուղի երկար տարիների ընթացքում տեղի ունեցող առաջընթացի մասին կամ հետընթացի մասին կամ օրինակ եթե ձեր գյուղը դատարկվել է եւ եղել է սկզբից օրինակ 100 ընտանիք, հիմա 40-ն է, ինչու է 40-ը եւ սա դառնում է ձեր մեխը, որ ես օրինակ Լուսինե Խուրշուդյանս, ով բնակվում է Զեդեա գյուղում Վայոց ձորի, որը երկնքից մեկ կանգառ ներքև է եւ Վայոց ձորի վայքից կարծեմ 8 կիլոմետր հեռավորության վրա անանցանելի դժվար ճանապարհ եւ գյուղը ծվարած այդ երկնքից մեկ կանգառ ներքև
Լեռների արանքում Վայոց Ձորյան շատ գեղեցիկ դրախտ, Լուսինե ջան, ես հիմա քո հրեշտակների այգին եմ գովազդում։ Եվ այնտեղ ապրում է Լուսինեն, ով բնակիչ է եւ ով ամեն անգամ ասում է, որ իմ գյուղը դատարկվում է, մնացել է ընդամենը կարծեմ 20-25 ընտանիք եւ ես որպես այս գյուղի բնակիչ թույլ չեմ տալու, որ իմ գյուղի դուռը փակվի։ Հետևաբար բացել եմ հյուրատուն, որը կոչվում է Հրեշտակի այգի, որտեղ սիրով ձեզ սպասում եմ, որտեղ դուք կծանոթանաք Վայոց Ձորյան բնությանը, մենք միասին սունկ կհավաքենք, կգնանք վայրի հավաքի, ավելուկ կհյուսենք եւ այլն։ Այսինքն մեզ շեղող մի այսպիսի տար կա, որ մենք մտածում ենք, որ գեղեցիկ հյուրատունը բացեցինք, կահավորված ամեն ինչը կա, ուրեմն հյուրերը պետք է իմանան այդ մասին։ Սա շատ շեղող եւ թյուր կարծիք է, դրա համար իմացեք, որ ձեր մասին ոչ ոք չգիտի։ Եվ ուրեմն փոխարենը, որ այս արտահայտությունն էլ եմ անում, որովհետև սենց անկեղծ զրույց է եւ համարում եմ, որ ես ընկերներիս հետ պարզապես կիսվում եմ իմ մտքերով, իմ ունեցած փորձով, գիտելիքով, անցած ճանապարհով եւ նաեւ շատ կարեւոր է, որ մենք անընդհատ կարողանանք խոսել X-երից, ձախողումներից, որպեսզի անգամ եթե դա ուրիշի ձախողում է, որպեսզի չկրկնեն մյուսները, գոնե մեր փորձի վրա սովորեն։ Ուրեմն փոխարենը, որ համացանցը օգտագործի ձեր ժամանակը, դուք օգտագործեք նրան։ Ինչ է սա նշանակում։ Երբ որ դուք ասում եք 5 րոպեով նստեմ, հոգնեցի, մի հատ թերթեմ, մի երկու բան նայեմ, վեր կենամ, անցնեմ գործիս։ Վստահ եմ ձեզնից ոչ մեկը 5 րոպեով չի նստում, առնվազն 1-1.5 ժամ, այս գործողությունով, ձեր մատն էլ ցավում է միշտ։ Թերթում եք ռիլեր, որոնք որ ձեզ պետք չեն, որոնք որ ձեր թեման չեն, բայց որոնք որ տանում են ձեր ժամանակը, հետևաբար ստացվեց, որ դուք ավելի թույլ եք, քան համացանցը եւ համացանցը օգտագործեց ձեր ժամանակը։ Իսկ եթե դուք նստում եք եւ այդ 1 ժամը կետերով գրում եք, ինչ գործողություններ պետք է անեք, տեղադրել էջում օրական 2 անգամ խոսող լուսանկար, 1 ռիլ, 1 պատմություն եւ այլն, արդեն կամ պլանավորել այնքան գործիքներ կա, որ դուք դեռ չգիտեք, բայց կարող եք սովորել։ Պլանավորում եք, օրինակ ես հիմա այս վերջին շրջանում սովորել եմ եւ միանգամից հնարավոր է 3 օրվա իմ նյութերը տեղադրեմ համացանցի, որովհետեւ դուք պատկերացրեք ներողություն իմ լարվածության հետ, լարվածություն բառին էլ դրական նայեք, որովհետև ես սիրում եմ իմ գեր ծանրաբեռնված առօրյան, ես ամեն ինչ հասցնում եմ եւ չեմ հասկանում մարդկանց, ովքեր ասում են, որ ժամանակ չունեն կամ այդ ժամանակ չունեն արտահայտությունն են անում, որովհետև երբ որ մարդը ունի ցանկություն, ինքը իր ցանկացած գրաֆիկ կարող է կազմել, տեղավորել օրվա մեջ եւ ճիշտ պլանավորելու դեպքում հասցնել բոլոր գործերը։ Այս կաբինետային ոչ ճիշտ համակարգում է տարբերակում եւ ես նորից տեղ եմ փնտրում։ Բայց քանի որ պլանավորել եմ այսօր այս կետերը ամբողջությամբ ձեզ ներկայացնել, դրա համար այսպես այստեղ վստահ եմ ոչ մի ուրիշ դասընթաց նման պայմաններում չի անցնում, բայց ես սա էլ եմ սիրում։ Ուրեմն ինչու չունենք հաճախորդ, որովհետև չունենք գիտելիք ամեն ինչի հիմքում ընկած է ոլորտային կրթությունը, գիտելիքը եւ փաստը, որ մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք։ Մեր համար մեկ խնդիրը յուրաքանչյուրիս, սկսած ինձանից, որ մենք կարծում ենք, որ մենք ամենագետ ենք, եւ դա բացահայտել եմ ես ոչ վաղ անցյալում, այսինքն երբ որ կրթվելը նորաձև է շարժումը սկսվում էր, քանի որ 19 հանդիպում ես եմ համակարգել եւ կապը այդ բոլոր մարդկանց հետ ու բավականին բարդ ու պատասխանատու process-էր ու հանդիպումների ժամանակ ամեն անգամ 40-50 հոգի մի սեղանի շուրջ, ու երբ որ մարդիկ ներկայանում էին եւ այսինքն նպատակներ քննարկել կրթվելու փաստը, բոլորը ասում էին այո, նրանք
պետք է կրթվեն, այսինքն մեզանից դուրս մնացած բոլորը պետք է կրթվեն։ Հիմա ես դրա փոխարեն սովորել եմ ասել մենք, ես, առաջին հերթին ես, եւ հիմա, որպեսզի մենք մեր բիզնեսը զարգացնենք, մենք պետք է ընդունենք բարձրաձայն հայելու դիմաց կանգնենք ու ասենք, այո, մենք ամենագետ չենք եւ մենք պետք է սովորենք ինչպես վարել հյուրատնային բիզնես։ Այդ ժամանակ կհաջողեք ավելի քան երբևէ եւ բոլորի համար կլինեք օրինակ, այսինքն նախ պետք է մենք այս փաստի հետ հաշվի նստենք, որ սովորելը ամոթ չի, չիմանալը ամոթ չի, հարցնելը ամոթ չի, ուսումնասիրելը ամոթ չի։ Որովհետև համացանցը այսօր տալիս է բոլոր հնարավորությունները, կրկին ասում եմ, ճիշտ օգտագործելու դեպքում, որ մենք սովորենք քաղաքը գյուղ բերել, զբոսաշրջիկին բերել մեր զբոսաշրջային կենտրոն։ Եվ մեր այս հյուրատան բացման նպատակներից մեկն էլ դա էր, բացի այն, որ ես ցանկացա վերջապես կյանքիս այս փուլում 45 տարեկանում վերջապես ունենալ իմ սեփական բիզնեսը, մեր ընտանեկան բիզնեսը, ընդ որում դա մենակ ես բառը այստեղ սխալ էր։ Մենակ ես չեմ կարող, որովհետև դա Կարենն է, դա մեր 3 երեխաներն են, դա մեր սկեսուր մայրիկն է եւ ես պլյուս 10 միլիոն հայ, ովքեր մեկը կնայի, մեկը կկիսվի, մեկը մի նկատողություն կգրի, մեկը մի խորհուրդ կգրի եւ այսպես աշխարհով մեկ ճանաչում կստանա այս փոքրիկ գողտրիկ հյուրատունը, որի անունը դեռ չեմ ընտրել, բայց հիմա հյուրատնից անցնեմ առաջ, որովհետեւ սրանից հետո կարճ ուղիղ եթեր անելու եմ արդեն տարածքը ցույց տալու։ Նկատի ունեմ, որ ես քայլերով ձեզ ներկայացնում եմ, որպեսզի տեսնեք, որ անհնարին ոչինչ չկա, որ ցանկության դեպքում փող չկա, արտահայտությունը խնդիր չի, հիմա կհասնեմ նաև այդ կետին։ Եվ եթե դուք ունեք հյուրատուն, եթե դա եղել է երազանք ու դուք բացել եք հյուրատունը, բայց ամսվա մեջ 3 կամ 4 օր ունեք հյուր, էլի դուք ձախողել եք, որովհետև ձեր հյուրատունը ամսվա մեջ առնվազն 20 օր պետք է զբաղված լինի, 20 օր ձեզ եկամուտ բերի, որպեսզի դուք համարեք ձեր բիզնեսը կայացած եւ այնքան կայացած, որ մտածեք երկրորդ մասնաճյուղի մասին մեկ այլ գյուղում։ Եթե դուք ինչ-որ բան սկսեք ու ասեք մենք հաջողեցինք վերջ արդեն ստացվեց, այդ վերջ բառը նշանակում է, որ դուք արդեն ձախողել եք։ Պարտադիր պետք է սովորենք ծախսերը տարանջատել եկամուտներից եւ սովորենք գրագետ հաշվարկ, այսինքն ֆինանսական գրագիտություն տվյալ ոլորտում։ Օրինակ, մեզ այսօր զբոսաշրջիկը վճարել է մեր հյուրատան համար 20,000 դրամ, չի վճարել, էլի չունենք հյուրատուն, օրինակ եմ ասում, որ եւ մենք այդ 20,000 դրամի մեջ հաշվում ենք հոսանք, սպիտակեղենի, լվացքի, մաքրության, հոսանքի, կոմունալ աշխատանքների, մաքրության, եթե մաքրությունը ես եմ անում իմ աշխատանքի գոնե 5,000 դրամ օրվա այդ մաքրությունը։ Եվ դուք տեսնում եք, որ 10,000 դրամը արդեն դա ծախսն էր եւ ձեր եկամուտը 10,000-ն է։ Որպեսզի ամսվա վերջ ունեցաք 10 օր անգամ 20,000, չասեք 200,000 աշխատել ենք։ Դուք աշխատել եք 100,000, որովհետև մյուսը ծախսն է։ Սա փորձում եմ ամենահասարակ ընկալելի լեզվով խոսել, ներկայացնել եւ շատ կարեւոր է հիմա, քանի որ թրենդային են ռիլերը, հոլովակները, մեկ նախադասություն, երկու նախադասություն պարունակող կարճ տեսանյութերը, նաեւ այդ կերպ ներկայացնեք ձեր հյուրատունը, ձեր գյուղը, ձեր տարածքը, ինչու պետք է գան հենց ձեր տարածք, պետք է մտածել մեղ։ Պետք է մտածել յուրահատուկ մի բան, որով պետք է տարբերվի ձեր հյուրատունը մնացածից։ Լուսանկարները պետք է լինեն որակով եւ գեղեցիկ, այսինքն, ինչպես ասում եմ, ձեր SMM-ը դուք եք, դա նշանակում է, որ բացել, տնտղել, քրքրել ողջ համացանցը եւ գտնել SMM-ին վերաբերող գործիքակազմ, ինչպես ճիշտ վարել գյուղական զբոսաշրջության հետ կապված էջը, ինչպես ճիշտ վարել հյուրատան էջը։ Այս նախադասությունը գրեք անգլերեն, եթե անգամ դուք անգլերեն չեք հասկանում, այսօր այդ հնարավորություններն էլ ունենք, թարգմանեք, գրեք, թող ձեզ տա ChatGPT-ին կլինի, Google-ը կլինի, Safari-ն կլինի, ձեզ տրամադրեն անգլերեն տարբերակը, դուք սկսեք նայել, սկսեք լսել, անգամ եթե դա հոլովակ է, խոսելով է, դուք նայեք
հոլովակից արդեն կհասկանաք ինչի մասին է խոսքը, ինչ գործիքակազմ պետք է կիրառվի։ Շատ կարևոր է, երբ որ գրում են ձեր հյուրատան էջին կամ ձեր անձնական էջին, եթե դա աշխատանքային է, շատ կարևոր է արագ պատասխանել, արագ արձագանքել, որովհետև մարդը եթե գրում է, բարև ձեզ, մենք ցանկանում ենք շաբաթ-կիրակի օրը գալ, վարձակալել ձեր հյուրանոցը, ամրագրել ձեր հյուրանոցը կամ հյուրանոցում համար, դուք անմիջապես ֆիքսեք, որ այդ մարդը այդ պահին ուսումնասիրում է շուկան եւ գրում է ձեզ պես 10 հոգու, որպեսզի տեսնի գն առաջարկները, որպեսզի նայի նկարները, որտեղ է ավելի լավ պայմաններ, որտեղ է գինը ավելի հարմար եւ եթե դուք արագ չպատասխանեք, հետեւաբար կշահի մարդով կպատասխանի ավելի արագ։ Հաջորդ քայլերը, որը որ դուք պետք է արդեն հյուրատունը ունենալուց հետո, իհարկե սրանք երբ որ ես կիրառեմ, ձեզ նույնպես կհուշեմ, ինչպես արեցի, Booking, Airbnb, List.am, Facebook-ի բոլոր խմբեր, որտեղ հնարավոր է տեղադրեք, որտեղ հնարավոր է խոսեք եւ իմ լավ ընկերը Սևադան Սիմոնովկայից, ով Երիվար հյուրատան հիմնադիրն է, ով ունի հրաշալի հաջողության պատմություն, ես նրանից լսել եմ եւ սա կեսկատակես լուրջ, որ ասում է, որտեղ տեսնում եմ թաղում կլինի, հարսանիք կլինի, 4-5 հոգի հավաքված են, գնում եմ կողքները կանգնում ու սկսում խոսել իմ հյուրատնից։ Այսինքն ցանկացած գովազդ դիտարկեք որպես ցանկացած զրույց ձեր հյուրատան մասին, դիտարկեք որպես գովազդ։ Գրեք տուրիստական խմբերին, բոլորի էջերը դուրս գրեք, ովքեր որ իրականացնում են արշավներ, ովքեր իրականացնում են տարբեր տուրեր, գրեք, ուղարկեք ձեր գն առաջարկը եւ ձեր հյուրատան ինֆորմացիան ուղարկեք ու առաջարկեք համագործակցություն, այսինքն եթե ձեր հյուրատունը արժի մեկ գիշերը օրինակ 10,000 դրամ, դուք նրանց առաջարկեք 10% անձից լրացուցիչ վճար տուրիստականին կամ այս գործիքները չգիտեմ, դուք տուրիստականի հետ որ հարցնեք, իրենք արդեն կասեն ինչ պայմաններով են աշխատում, այսինքն փորձեք բոլոր տեսակի միջնորդ կազմակերպություններ, գովազդային անվճար հարթակներ, Facebook-յան խմբեր, ընդհանրապես գումար մի տվեք գովազդին, հատկապես սկզբնական շրջանում, թող ինձ ներեն SMM մասնագետները կամ գովազդի կողմնակից մարդիկ, որովհետև այս ոլորտում սկզբի շրջանում ամենաճիշտը ձեր ձևով, ձեր ոճով ներկայացնելն է հյուրատունը։ Նշեցի, որ պետք է դուք օգտագործեք համացանցի ռեսուրսը, ոչ թե համացանցը, եւ եթե հյուրատուն չունեք, պարտադիր այդ Facebook-ով էջը բացեք, անունը որոշեք, որովհետեւ անունից է սկսում ամեն ինչ իրականանալ։ Շատ կարևոր է արդեն էլի գործող հյուրատներին եմ ասում, մեխանիզմ մշակել, օրինակ, ունենակ զեղչային համակարգ, ունենակ նվերներ, ինչ որ նվերի տեսքով առաջարկներ կամ, օրինակ, եթե մեկ ընտանիքը ով վարձում է ձեր հյուրատունը, եթե ամբողջական է, օրինակ եմ ասում, 50,000 դրամ, մեկ օրը կամ 30,000 դեռ գներներ չեմ ուսումնասիրել եւ նա գալիս է օրինակ 5 հոգանոց ընտանիքով, նրան հարմար է 6 հոգանոց ընտանիքով, որովհետեւ այս տարբերակում քնելու տեղերը պետք է շատ լինի։ 3 անգամ տարվա մեջ գալու դեպքում դուք առաջարկեք օր, նվեր օր տվյալ ընտանիքին, որպես ձեր մշտական հաճախորդ։ Հավատացեք, որ դուք շահելու եք այս տարբերակում, որովհետև նրանք պատմելու են այդ մասին, որ շահել են, այսինքն 3 անգամ գալուց հետո նրանք շահել են այս օրը որպես նվեր եւ նմանատիպ տարբեր բաներ դուք կարող եք մտածել ընթացիկ։ Շատ կարևոր է խոսել գյուղի, գյուղական զբոսաշրջության, բնության, օդի, ծառերի, տերևի, թթվածնի, ծաղիկի գույնի, բույրի, ամեն ինչի մասին, որովհետև այսօր շատ էլի թրենդային բառը պետք է օգտագործեմ, թրենդային է թերապիա բառը, շատ տարածված է արոմաթերապիան, օրինակ, եթե ձեր տարածքը շատ ծաղիկներով է կամ ունեք յասամանի այգի,
հենց այդ արոմաթերապիան դա է, որ գալու է զբոսաշրջիկը, այդ յասամանի ծաղկման օրերին, ձեր այգում նստի, շնչի յասամանը, ոնց է օրինակ դենդրոպարկում գնում են փոշոտման շրջանում եւ այլն, բրենդավորեք օդը, որ գալիս է եւ բավականին արդեն գիտական հետազոտություններ են տեղադրում համացանցում, որ հենց օդը ինքը երջանկության մաքուր օդ շնչելը, անտառում անձայն քայլելը, լերկ բարձրանալը, արդեն բարձրացնում է մեր երջանկության հորմոնները, ուրախության հորմոնները, այլ կերպ ասած էնդորֆիններ եւ այլն։ Այս տարբերակում կորտիզոլն է իջացնում, որը ստրեսի հորմոնն է, եւ այս գունավոր բառերը, որոնք որ ես էլ ստիպված եմ լինում սովորել, հիմա թրենդային են եւ այս բանալի բառերը օգտագործելով դուք կարող եք զբոսաշրջիկին գրավել, խոսել էկոլոգիապես մաքուր օդի մասին, խոսել անարատ խոտաբույսերով թեյի մասին, խոսել այս ծիրանի ծառի տակ նստել մի բաժակ սուրճ կամ թեյ խմելը արդեն իսկ նրանց երիտասարդացնում է եւ այլն, այսինքն մեր ամեն ինչը դարձնենք բրենդ եւ այդ արոմաթերապիա կոչված է, այդ թերապիաները հենց անգամ, չգիտեմ, գետի կողքը նստել խշշոցը լսել թերապիա է, ծովի ափին նստել ալիքների ձայնը լսել թերապիա է, ինչից մարդու ուղեղը երջանկանում է, հաճույք է ստանում, դա հենց համարվում է թերապիա, նորից արևը ինձ հետ պտտվում է, ոչ մի կերպ այն վարժեցրած շան նման, որ չի թողում մի քիչ մենակ մնամ, որ կարողանամ ինքս ինձ էկրանի մեջ գոնե տեսնել։ Հուսամ ձեր մոտ լավ եմ երևում, որովհետև ինձ մոտ շատ արևոտ է պատկերը։ Ես խոսեցի նաև մենք չենք սիրում սովորել, սիրում ենք սովորեցնել, եկեք եթե ընտրել ենք տվյալ ոլորտը, մեզ համար դնենք չափանիշներ, ինչ ենք ուզում սովորել, ինչքան ժամանակում ենք ուզում սովորել եւ ինչի հետևից ենք գնում։ Ունենք երազանք, թե ոչ, եթե ունենք այդ երազանքը, ինչ գույն ունի, ինչ պատկեր ունի, ինչ չափ ունի, պարտադիր պետք է ձեր երազանքը լինի չափելի, ժամկետների մեջ եւ պլանավորումը հստակ, այսինքն այսօր վաղ անելու, տեսեք ես օրինակ օրերը չգիտեմ, երբ եմ գալիս հյուրատանը աշխատելու, բայց օրվա մեջ 1-2 ժամ պարտադիր գալիս ենք եւ եթե հասցնում ենք, եթե ոչ մի ամբողջ օր, օրինակ այսպես ուղակի ցույց տամ, որ տեսնեք այնտեղ խոտի կույտեր, այստեղ կիսատ պռատ աշխատանքներ, հավաքելու գործեր, Գագիկը սպասում է, որ ես վերջացնեմ, որ ինքը ծառերը սրսկի լվիճի դեմ, ընդ որում դեղերը ընտրելու ժամանակ, երբ որ դուք գնում եք խանութ, հողամասը սրսկելու, սա միջանկյալ ասեմ, անպայման շեշտեք, ասեք, որ տվեք օրգանական գյուղատնտեսության համար նախատեսված բուժանյութ, որովհետև մենք թունանյութերից հրաժարվել ենք, օրինակ եմ ասում, եւ տարբերությունը շատ քիչ է, բայց ձեզ կտան թույլատրելի բուժանյութը։ Գալիս եմ կամաց այն ցավոտ նկատողություն թեմաներին, բայց պետք է դրանց էլ անդրադառնամ եւ ասեմ, որ ովքեր օրեր առաջ հետևում էին մեր հյուրատան աշխատանքներին, կհիշեն, որ դարպասը շատ ժանգոտ, շատ սարսափելի ժանգոտ էր եւ մենք ներկեցինք տակառս, հիշում եք, որ ասում էի, սա պետքա դառնա բարնայա ստոյկա։ Եվ այսպես ինչ հնարավոր լինի ներկելու ենք, որովհետև գույները արդեն իսկ տրամադրություն են փոխում։ Ես սիրում եմ, շատ սիրում եմ գույներ, ինձ թվում է հատկապես վառ գույներ, որոնք որ հաճո են աչքին, որոնք որ ավելի հոգուն գարուն են տալիս, գարուն են հաղորդում եւ դու քեզ երջանիկ ես զգում, տրամադրություն է բարձր լինում եւ տվյալ տարածքում, եթե գույները շատ են, ապա դու ուրախ ժամանակ ես անցկացնում, այնպես որ մեր հյուրատան տարածքում հնարավորինս շատ գույներ են լինելու, որովհետեւ բոլոր մարդիկ ունեն իրենց գույնը, օրինակ ես սիրում եմ դեղինը, բայց բոլոր գույներն եմ սիրում, ուղղակի դեղինը որպես տաք, որպես արևագույն, բայց առհասարակ բոլոր վառ գույները սիրում եմ եւ ինձ ուրախացնում են գույները։ Դարպասից, եթե մենք ուզում ենք այստեղ պետք է ասեմ անգամ, եթե հյուրատուն չենք ուզում, բայց մենք ապրում ենք գյուղում եւ ունենք դարպաս, խնդրում եմ այդ դարպասը ներկեք իմ այս տարվա երազանքների ցանկում ունենալ գունավոր դարպասներով
հայ գյուղ եւ ժանգոտ դարպասով տուն չլինի։ Մենք շատ ենք սիրում այդ ժանգոտ դարպասը եւ մենք ունենք ամենալավ կահույքը, լավ սպասքը, ամենալավ մեքենան հեռախոսը, բայց մեր դարպասը ժանգոտ է։ Կարծես թե դա մշակույթ է, հոգեվիճակ եւ մեր պապերի կողմից փոխանցված եւ մենք իրավունք չունենք դուրս գալ այդ որոշումից եւ ներկել դարպասը։ Այս նույն մշակույթը վերաբերում էր նաեւ դրսի զուգարաններին, որ մենք ունենք հրաշալի կահավորված տուն, հեռուստացույց, լավ հեռախոս, լավ մեքենա, բայց դրսի զուգարան, որովհետև դա մշակույթ է, ինչպես կարելի է զուգարանը տանը սարքել եւ բազում դարերով եկող հիվանդություններ եւ այդ սանիտարական պայմաններից զուրկ վիճակ, որովհետև մեր սկեսուրը չի թողում, որ մենք տանը զուգարան սարքենք, կամ պետք է նստենք սպասենք, երբ հասկեսուրը հոգին ավանդելու, կամ էլ այդ ընթացքում հիվանդանանք եւ հոգին ավանդենք մենք։ Հետևաբար դա ճակերտների մեջ սկեսուրներ ջան չնեղանաք եւ շատ լավ բան է տան ներսի սանհանգույց ունենալը եւ կապ չունի դուք գյուղական զբոսաշրջությամբ զբաղվում եք թե ոչ, պարտադիր է դա ունենալ։ Ներկում ենք դարպասը, գյուղական զբոսաշրջության կարևոր բաղադրիչներից մեկը հենց տանը սանհանգույց մաքուր պայմաններ ունենալը, մաքուր անկողին եւ ամեն ինչը սանիտարական պայմանները մաքուր, կարող են չլինել շքեղ, կարող է լինել հին վերանորոգում, չափի մեջ, կոկի, գեղեցիկ, բայց սանիտարական պայմանները լավը։ Դարպասը ներկեցինք տան բակում, ամեն անգամ սա կրկնում եմ, չեմ ուզում կրկնվեմ, միտեղ երկաթի կույտ, միտեղ շշեր հավաքված, միտեղ այն ենց ոնց մերը խոտը դեզարած չմաքրած, միտեղ ցախերը կտրած չհավաքած, կարգի բերեք բակը, որովհետև այդ բակը մեր դեմքն է եւ այդ բակը կարելի է գեղեցկացնել 0 դրամով, մեծ ցանկությունով եւ տան այն նկուղից էլիս կեսուրի հին, տազիկ, կաստուր կա, չգիտեմ, այն ծակ կաստուր կա, որ ձութով փակել են, որ ամառը կարող է բակում դնեն ջուր լցնեն, պետք չի, այսօր այնքան ամեն ինչը հասանելի է, մատչելի է, կարելի է գտնել, առնել, Facebook-ում հայտարարություն դնել եւ ինչ որ մեկը իրենը ձեզ կնվիրի, դեն նետեք բոլոր ավելորդ իրերը, որոնք կան ձեր նկուղում, սկեսուրի օժիտի ժամանակից, բացառապես եթե դրանք անտիկվար ինչ որ օրինակ բեղլյորից, արծաթից սպասք չի, գեղեցիկ ասեղնագործած ինչ որ ծածկոց է բարձի երեսներին, որոնք որ ուղակի այդ գյուղական զբոսաշրջության մեջ գեղեցիկ գյուղական տար կհաղորդեն ձեր հյուրատանը։ Այսպիսի հանդիպում դեռ չէր եղել, ամբողջ տարածքով շրջեցի։ Ուրեմն մեր բակը պետք է մաքուր եւ կոկիկ լինի, մեր դարպասը պետք է ներկված լինի եւ այս ամենը անելու համար մեծ գումար պետք չի եւ հաջորդը, որը շատ կարեւոր է, հաղթահարել հյուրանոց ունենալու ցանկության հետ պայքարող տան ամուսնու, սկեսրայրի, միգուցե սկեսուրի վախերը, այսինքն այն, որ մենք ասում ենք ոնց կլինի մեր տանը գա, մեկը ապրի, բայց ոչինչ, որ մենք ամբողջ ամիս գնում ենք խանութից նիսյա, հաց, մակարոն, կռուպեղեն ենք վերցնում, որ ամսվա վերջ նպաստը ստանանք եւ տանենք այդ նիսյայի տետրում տվյալ ամսվա մեր անունը ջնջենք, անցնենք հաջորդ ամսվա էլի արդեն մշակույթ դարձած նիսյային։ Ոնց որ ասենք այն թաղի վալոդի տետրի մեջ դուք այդ տետրը մագաղաթ հա գյուղի, որովհետև այն դեմի թերթերը մաշված, տրորված, կան պարտքատերեր, որոնք կորել են, կան պարտքատերեր, որոնք պրոֆեսիոնալ ստախոսներ են դարձել, որովհետև չեն տեղավորվում, բայց եթե դու նրանց ասես դարձրեք ձեր տունը հյուրատուն, աշխատեք, ֆիզիկական աշխատանք, ջանք գործադրեք, ներկեք, մաքրեք, դասավորեք, նրանք կասեն, բայ ես այդ տղեն եմ, բայ ես այդ աղջիկն եմ, բայ ինձ պալոժ չի, եւ կգնան հաջորդ այդ տխրելով այդ զրույցից կգնան հաջորդ շիշ գարեջուրը գնելու, որպեսզի թեթևացնեն նրանց վիրավորված ինքնասիրությունը, հոգին, որ դուք նրանց ասել եք տունը հյուրատուն դարձրում։ Այս մի քիչ փորձում եմ մի քիչ սարկազմ, մի քիչ հումոր,
մի քիչ իրականություն, բայց հաղթահարել պետք է եւ ամեն մեկս եթե հասկանանք, որ մեր որոշման մեջ է մեր աղքատ կամ հարուստ լինելը եւ չվախենանք հարուստ բառից, դա կլինի հաղթահարման գնալու առաջին քայլը։ Ես կարծում եմ, որ ինչպես թմրամոլությունը, ինչպես ալկոհոլիզմը, ինչպես խաղամոլությունը, այդպես էլ լուրջ հիվանդություն է աղքատությունը։ Եվ դրան կա հաղթահարման ճանապարհ, որը կոչվում է աշխատասիրություն, որը կոչվում է աշխատել 24/7 ռեժիմով, որին զուգահեռ կրթվել ոլորտային կրթությունով եւ ձեր բարձրագույն դիպլոմը բոլորովին էստեղ պետք չի, որ ասեք դե ես կրթություն չունեմ, չեմ կարա։ Պետք էլ չի։ Դուք սովորեք ինչպես վարել հյուրատնային բիզնես, ձեր 2 սենյակը դարձրեք հյուրատուն, աշխատեք օրական 20-30 հազար դրամ եւ սիրեք վաստակել։ Ու սա շատ կարևոր բաներ եմ խոսում, միգուցե մի քիչ այսպես այսօր երկար ստացվեց, բայց հետո մի ուրիշ անգամ, ուրիշ հանդիպման ժամանակ կարող է այսպես տրամադրված չլինեմ եւ նորից խոսեմ արևից, գույներից, որ ամեն ինչ հրաշալի է եւ այլն, եւ այս բացերի մասին չխոսեմ։ Խնդրում եմ միացեք գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում խմբին, որը տեղադրված է այս ուղիղ եթերի վերնագրի մեջ, որպեսզի հետևեք, քանի որ այնտեղ նաեւ լինում են հետաքրքիր միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ, կոնֆերանսներ, փորձի փոխանակումներ, դրամաշնորհային ծրագրերն ենք տեղադրում, ինչ որ մի բան հաստատ ձեզ պետք կգա եւ էլի պետք է խոսեմ մեր բացերից, մեր խնդիրներից, որովհետեւ չխոսելով մենք հարցին լուծում չենք տալիս, բայց մենք գիտենք, որ դա այդպես է։ Իրականում պետք է շատ ամոթ լինի աղքատ լինելը, բայց Հայաստանում աղքատ լինելը ամոթ չի։ Միգուցե շատերը ինձ կքննադատեն, կասեն ձայնդ տակ տեղից է գալիս, բայց ուզում եմ ձեզ հիասթափեցնել, որ ես 17 տարեկանից մինչև այսօր աշխատում եմ, աշխատելու եմ մինչև 102 տարեկան եւ որ օրը ես չաշխատեմ, ես ինձ կզգամ անպետք եւ կփաստեն մարդիկ, ովքեր ինձ շատ ավելի վաղ են իմանում, ես 20 տարի առաջ, երբ որ կանաճարահետում գնացի աշխատանքի, ու մայրիկիս ասում էի, որ ինձ աշխատանք է պետք, ինքը ասեց, այո, կա աշխատանք, փաթեթավորողի, պետք է գազ բանջարեղենը լվանաս, փաթեթավորես, հետո օֆիսը մաքրես, տարածքը կարգի բերես, այս պահին այդ հաստիկն է։ Կարծում եմ շատերը այդ պատմությանը ծանոթ եք, բայց քանի որ ինձ պետք էր աշխատանք, գումար, ես ունեի ընտանիք, իմ ամուսինն էր աշխատում, ես էի աշխատում, հետևաբար ես համաձայնեցի, իհարկե դա իմ մայրիկի մոտեցումն էր իմ հաջողության պատմությունը կերտելու, բայց ես չեմ վատզգում, որ ասեմ, ես սկսել եմ կանաչ արահետում այս ոլորտի աշխատանքային ճանապարհը, առաջին քայլերը փաթեթավորումից։ Ես շատ լավ կարող եմ քախան անել, ուսուցման կենտրոնում մենք բոլոր տեսակի աշխատանքները կատարել ենք անկախ նրանից, որս ինչ մասնագետ ենք։ Որովհետև թիմային աշխատանքը տվյալ ոլորտում ես շատ լավ կարողանում քախան անեմ, քարերը հավաքեմ, տարածքը մաքրեմ, ցանկացած գործ, ցանկացած, եւ ես վստահ եմ, որ որևէ կերպ ես ինձ աղքատ չեմ զգա, որովհետև ես հացի խնդիր չեմ ունենա։ Ես կստեղծեմ, սա պետք է դառնա մտածելակերպ, ոչ թե փնտրել մեղավորներ մեր աղքատության մեջ, էլի առաջին քայլը հիվանդությունը հաղթահարելու, կանգնել հայելու առաջ եւ ասել. ես աղքատ եմ։ Հարց համար 2. Ինչու եմ ես աղքատ։ Գործիքներ կիրառել այս կետերը, որպեսզի հաղթահարել աղքատությունը։ Եվ այսպես ես ներողություն եմ խնդրում, որ այսինքն, որ անկեղծանում կամ սաղ պետք է ասեմ, որ հետո էլ չեմ խոսելու այս մասին։ Հետևաբար ես ուզում եմ, որ հիմա աղքատ լինելը ամոթ չի, բայց գա մի օր, որ աղքատ լինելը լինի ամոթ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության բոլոր ընտանիքները ապրեն լավ եւ արթնանանք մի օր ու ասենք, ով այսօր ում համար ինչ լավ բան անեմ։ Եվ այդ օրը արդեն կդառնանք մենք հաջողած։ Ցավոք սրտի այս պահի դրությամբ այս աղքատ եւ հարուստ բառերը երբ որ ես ասում եմ, եկեք դա նաեւ հոմանիշները դրանց դիտարկենք, լավ ապրող, վատ ապրող, երջանիկ չի երջանիկ եւ երջանկությունը շատ կամ քիչ փողի մեջ չի, այլ
քո կենսակերպի մեջ է, ինչպես ես դա անցալում, ինչի վրա ես դու ուրախանում, ինչով ես կառուցում քո օրվա երջանկությունը։ Ես օրինակ, երբ որ ահավոր սուրճ եմ ուզում եւ կա այդ պահին մեկը ով կանչում է ու ասում մի բաժակ սուրճ կխմես, այդ պահին ես երջանկացա։ Երբ որ ինձ շատ կարևոր մի թեմա է հետաքրքրում եւ այդ թեմայով փնտրում եմ ինֆորմացիա գտնում եմ, այդ պահին ես ուրախացա եւ այսպես շարունակ։ Իմ տղան արդեն պատրաստվում է ծառերը սրսկի, ես շատ արագ մնացած կետերով անցնեմ, հարուստ լինելը թող չլինի ամոթ, որովհետեւ եթե մենք առաջ ասոցացրել ենք դա ինչ որ թալանի գործողության հետ, գողանալու գործողության հետ խլելու, հիմա դա ասոցացվում է շատ աշխատասիրության հետ, բայց դուք աշխատելով օրինակ ձեր մեքենայի գումարը, երբ որ գնում եք մեքենա, հարևանը տեսնում է դե փոխանակասի շնորհավոր ասում է ինչով առար, դու անմիջապես սկսում ես արդարանալ, $2000 վարկ վերցրի, $1000 ախորիցս վերցրի, 1000 հավաքել էի, բայց դու ունեիր այդ գումարը, ու դու այդ գումարը ազնիվ վաստակել էիր։ Հասկանում եք, մեր խնդիրը նաև սրա մեջ է, նորմալ է, ճիշտ է, եւ աշխատելը, եւ լավ ապրելը, ձգտել լավ ապրելը, եւ ամեն օր ավելի շատ սովորել ինչպես հարստանալ սեփական բիզնեսը զարգացնելով։ Մի այսպիսի կետի եմ ուզում անդրադառնամ, համարյա ավարտում եմ։ Մենք գումար չկա արտահայտության մասին, շատ հաճախ ասվող արտահայտությունը փող չկա, փող ելնի կանեմ, հենց փող եղավ կանեմ եւ այլն, այս շարունակեք այս շարքը, բայց եթե Աստված մի արասցե մեզ հետ տեղի ունենում, մի դժբախտ պատահար, օրինակ ընկնում է մեկը ոտքն է կոտրում, մեկը վթարի է ենթարկվում եւ այլն, մենք շատ արագ գտնում ենք գումարը խնդիրը լուծելու համար։ Այս դեպքում, եթե մեզ անհրաժեշտ է մեր գյուղական զբոսաշրջությունը զարգացնելու համար ընդամենը 500,000 դրամ մանր կոսմետիկ վերանորոգում անելու, չգիտեմ, սահանհանգույցը թարմացնելու եւ այլնի համար, այստեղ հնչում է այդ արտահայտությունը, փող չկա, հենց փող եղավ, երևի մյուս տարի ես կհասկանամ, կմտածեմ, դուք սկսեք դարպասը ներկելուց, դուք սկսեք բակը մաքրելուց, որովհետեւ գաղափարի հետևից է գալիս փողը եւ ճիշտ որոշումները։ Իսկ մենք ինչ ենք անում, նաեւ ես ուզում եմ համեմատել սա, այս համեմատությունը լսել եմ, ուզում ես գնա այն ձերից սկսի, ես հեսա վերջացնում եմ, կամ հետո կգնամ ներս։ Համեմատել աֆրիկյան երկրներից մեկի մասին, երբ որ լսում էի սեմինար, որ այդ երկրում պահում են մահացած մարդու դին, ծայրահեղ աղքատ երկրների մասին էր խոսքը, ինչու էին աղքատ, եւ դա հյուղակներում ապրող մարդկանց մասին էր, որ նրանք 7 տարի պահում են, եւ տեսեք ինչ բժշկություն ունեն, որ կարողանում են դիակը 7 տարի զմռսել, այդ մումիայի մեխանիզմով պահել, 7-րդ տարի նոր թաղում են։ Հետևաբար իրանք ամեն տարի անում են տարի, այդ տանը եթե էլի մարդ մահացավ, մի քանի հատ ունեն, այսինքն ունեն դիակների սենյակ։ Մարդիկ կենթանի չեն կարողանում ապրել, հաց ստեղծել, պլյուս ունեն, որ անում են այդ աֆրիկյան ծեսերը։ Հիմա այս օրինակը ինչի եմ բերում, որ թող Աստված հեռու պահի բոլորին, բոլոր տեսակի աղետներից, բայց ամեն դեպքում դրան բախվում է յուրաքանչյուր ընտանիք, դա թաղումն է, եւ մենք ունենում ենք այդ ծեսերը, հիմա էլի ավակ սերունդը ինձ կքննադատի, քավլիցի ոչինչ կլսեք, 3 օր հետո լուրը հնանում է եւ ես վստահ եմ դուք կմոռանաք, կներեք ինձ եւ կհիշեք միայն իմ ասած լավ բաները։ Ունենում ենք պանիխիդա, նախորդ օրվան ինչա կոչվում հայերեն, մինչև հուղ արկավորելը, պանիխիդայի հայերենը չեմ հիշում։ Գնում ենք, դա արդեն իսկ ծախս է։ Շատ լավ, սա նորմալ է, հիմա արդեն վարձակալվում է տարածք, ինչ որ մի վայրում, կամ օրինակ ես կողմ եմ, եթե այդ ամեն ինչը եկեղեցով արվի եւ եկեղեցում էլ այդ հրաժեշտը տրվի։ Բայց մենք դու բոլորդ եք ականատես լինում, խնդրում եմ չասեք, որ էսին չերա խոսում, էսին չի մասին ես խոսում, դա տենց չի, պանիխիդայի ժամանակ հատկապես եթե մարդը տարիքով է, դուք վերջապես տեսել եք ձերեն 100 տարի չհանդիպած ընկեր Աշոտին եւ պանիխիդայի այդ
տեղը գնացել եք, կանգնել եք 5 րոպե, ցավակցել եք, անպայման մահացողի տղան տեսավ, որ դուք ներկա եք եւ դուք դուրս ուղակի այդ ձեր վաղեմի ընկերաշոտի հետ զրուցում եք, որովհետեւ այլ կերպ իրար չեք զանգում հանդիպում, իսկ տենց տեղերը 100 տարի չտեսած ծանոթներին տեսնում եք, ոնց որ նոր տարուն ձեր տուն միշտ գալիս են բարեկամներ, ում ողջ տարին չեք տեսնում։ Այդ ընկերը մոռանում եմ, որ ես դրա մեջ եմ։ Պանիխիդայի հաջորդ օրը թաղումից հետո հացից հետո ես ուզում եմ դուք սա վերածեք ծախսերի, սկսած եկեղեցու վարձակալությունը, ծառայությունները, անատոմիկի, այդ ամբողջ ծիսակարգի եւ այլն, եւ ինքնահող, թաղումից հետո էլի հացի արարողություն, հետո 7, հետո 40, հետո տարի։ Գոնե այս ծիսակատարությունների շարքը, հիմա իմ ասածը ինչ է, խնդրում եմ սխալ չմեկնաբանեք եւ չասեք, այսինքն մենք չհարգենք մեր ծնողին, մենք չհարգենք մեր տատիկին, ոչ, հարգենք առանց կեր ու խումերի, առանց դա քեֆի վերածելու, առանց դա երրորդ բաժակից հետո վերածելու անեկդոտների ու նորից չասեք, թե այդպիսի բան չկա, որովհետեւ բոլորս էլ ապրում ենք նույն միջավայրում, նույն մշակույթով եւ բոլորս էլ գիտենք եւ սկսած ամենայն հասարակ հələ ես փորձում եմ սենց մի քիչ շատ կոռեկտ խոսել, որովհետեւ ցավոտ թեմա է։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ ասեմ, այստեղ կարելի է ծախսերը կրճատել, բայց մենք իրար ենք նայում ու հասանք գերեզմաններ արդեն մամայի գերեզմանը, ես չեմ ասում, մենք ծնող հարգող ազգ ենք, բայց մամայի գերեզմանը նայում ենք, տեսնենք այն մեր հորողբոր տղեն, որ իր մամային ասենց մեծ դամբարան ասարքել, իմինը պետքա 2 հարկանի լինի։ Բայց դրանից 1 ամիս առաջ մենք մամայի վրա անդադ բղավում էինք, ամանը ձեռքից ընկավ, պատահական պուլտը գցեց կոտրեց, ճաշը գետնին, չգիտեմ, խառնելու ժամանակ թափվեց եւ այլն։ Եկեք սովորենք իրար սիրել, գնահատել ու կարևորել կենդանության օրոք, որովհետև էլի է, ես իմ օրինակով ասեմ, թող որպեսզի չհնչի ուրիշի օրինակով, թող իմ երեխաները ինձ հիմա վերաբերեն հարգանքով, դրսևորեն այն վարքը, ինչը ես ցուցաբերում եմ իմ տան ավագի հանդեպ, այն է սկեսուրիս, նույնանման։ Եվ իմ մահից հետո, երբ որ ես 102 տարեկանում մահանամ, թող լինի այ այսքան տապանակարը վրան գրված արև ձեզ։ Թող, չգիտեմ, իմ վրա մի ծառ տնկեն, որը դա մեծանա, ամուր ծառ լինի, դառնա ճոճանակ, ճոճանակի ծառ, դառնա շվակ, որի տակ կարան նստեն, այդ ժամանակ էլ թող ես պիտանի լինեմ, բայց ինձ համար սարքեն դամբարան, այսինքն մի 2 տարի էլ աշխատեն, որպեսզի ամենալավ բազալտից քարը, չգիտեմ, ոսկե տառերով եւ այլն, հիմա արդեն գունավոր է թրենդային, լրիվ գյուղական զբոսաշրջությունից թվում է թե շեղվեցի, բայց սա մեր աղքատության կրճատման գործիքներից մեկն է։ Ես խնդրում եմ, ես պատրաստ եմ լսել առողջ քննադատություն, պատրաստ եմ ձեզ հետ քննարկել, չվիճել, չբանավիճել, որովհետև ես ընդհանրապես չեմ վիճում, ընդհանրապես որևէ մեկին ոչինչ չեմ ապացուցում, որևէ մեկի մոտ չեմ արդարանում եւ ինչքան մարդ այդքան կարծիք, ինչքան մարդ այդքան սովորույթ, ես ձեզ հետ կիսվում եմ, քանի որ նպատակը այս ամբողջ ու ամեն ինչի գյուղական զբոսաշրջության զարգացման միջոցով կանխել ներքին արտագաղթը եւ հանդիսանալ աղքատության կրճատման գործիք։ Ես մեկ երկար նախադասության մեջ ամփոփեցի ամբողջ այն, ինչի մասին երազում եմ։ Եվ հետեւաբար էսա բախվում է այս թեման մեր այդ թեմային։ Փոխարենը ես ուրախանում եմ ծնունդների, հարսանիքների, քեֆերի, ուրախությունների ծախսեք, որովհետև մենք ամբողջ կյանքներս նաև դրա վրա ենք ափսոսացել եւ այս վերջերս չէ, բայց շատ հաճախ էլ քանի անգամ իմ ականջին հասնում է եւ ես ժպտում ու լռում եմ ու տարբեր մարդկանցից հիմնականում նաև հիմնականում այս խոսույթը Սփյուռքից է գալիս, երբ որ
տեսեք, խնդրում եմ որևէ մի իմ սփյուռքի ընկեր բարեկամ ներկայացուցիչ չնեղանա եւ իր վրա չվերցնի, բնականաբար եթե այդպես է կարծում, ափսոսում եմ շատ ու թող ոչ թե նեղանա, այլ կարծիքը փոխի եւ սիրելի մեր սփյուռքի բարեկամներ, սիրելի մեր 7 միլիոնանոց սփյուռք, իմ համար թանկ, հոգեհարազատ, որովհետեւ միշտ ասում եմ, որ սփյուռքը Հայաստանի թիկունքին է, ամեն դեպքում Սփյուռքից բավականին աջակցություն կա իրենց ընտանիքի անդամներին, այսինքն նաև այդ շրջանառության մեջ, տնտեսության աճի մեջ այդ բաղադրիչը կա եւ սերը Սփյուռքի բայց օրինակ նույն Սփյուռքի բնակիչը երբ որ տեսնում է մեր մոտ վթար է տեղի ունեցել, այնպես է կարեկցում, այնպես է ցավում, այնպես է քո հետ լաց լինում, աջակցում եւ ֆինանսապես եւ հոգեբանորեն եւ դու զգում ես ինչպես է նա զգում քո ցավը քո այդ իրավիճակը, քո տանջանքը, բայց երբ որ դու տոնում ես քո ծննդյան տոնը ընկերներիդ հետ ռեստորանում, նրանք այդ նույն հաջողությամբ ասում են մեզանից լավ էին հագած, մեզանից լավ են տոնում, հետո էլ լացում են։ Ես կոնկրետ համաձայն չեմ դրա հետ, որովհետև ինքս երբեք իմ օրինակով ասեմ, ես չեմ լացել կամ ասել նեղնենք, չունենք, չկա, օգնեք ինձ եւ այլն, եւ կարծում եմ, որ այդ լացումը փոխաբերական է, եթե դուք համեմատում եք մարդը, ով անտուն է ու ապրում է մի հեռավոր գյուղում, չգիտեմ, խնդիր է ունեցել եւ աղքատության խնդիր տարբեր պատճառներ ունի եւ նա խոսում է իր կարիքների մասին, դուք այդ մարդուն օգնում եք, հետո այդ մարդու հետ համեմատում եք մարդուն, ով որ իր ծնունդը նշում է ռեստորանում եւ ընդհանրական ասում եք մեզանից լավ են հագնում, ամբողջ օրը պարում են, ամբողջ օրը քեֆերի մեջ են, բայց չէ որ դուք եք տոներ տոնում, չէ որ դուք եք ուրախանում եւ մենք ուրախ ենք ու երջանիկ, որ դուք երջանիկ եք, որ դուք տոներ եք տոնում։ Ուզում եմ այս կետը պարզապես լինի փոխադարձ եւ սա չդիտարկվի որպես քննադատություն, այլ գոնե եկեք չարտահայտվենք, գոնե այլ տեսանկյունից նայենք, որ մեր ազգը երկար տարիներ միայն տոնում է եղեռն, ցեղասպանություն, պատերազմի օրեր, թաղում 7-40, այսինքն տոները դրանք են սփխեչներ մի քանի հատ ընդվորում, հիշատակի օրեր, բայց երբ որ ուրախ տոնի մասին, ու մենք այն մնացած տոների հետ համաձայն ենք, արժանի ենք, բայց երբ որ խոսքը գնում է հարսանիքի մասին, ծնունդի մասին, բոլոր տոները ես սիրում եմ, եթե դա նոր տարի է, եթե պետքա լինի երաժշտություն, եթե պետքա լինի պար, եթե պետքա լինի ուրախություն, եւ սիրում եմ բոլոր հարսանիքները, սիրում եմ բոլոր ծնունդները, սիրում եմ բոլոր փառատոնները եւ ուզում եմ բոլորը սիրեք եւ թող մենք անընդհատ չասոցացվենք սքացող ազգի հետ, տրտմացող ազգի հետ, գակ այն մի անկյունն էլ արա, էլի ստեղից մի արա, մինչև ես այն արել ես, այն մի սերկևիլի ծառը, մասուրը, հաղարջը այն կողմի, 2 րոպեից վերջացնում։ Այսպես մենք ընտանիքով աշխատում ենք, իրանք աշխատում են, ես էլ խոսում եմ, չլսեն։ Մի խոսքով եկեք ուրախանանք իրար տոներով, իրար հաջողություններով, իրար քեֆ ու հարսանիքներով եւ այսուհետ այդպես նայենք այս իրավիճակին եւ էս էլ թող անցնի եւ նույնը մեր մշակույթի մասին, մեր երգերը, այսինքն մենք ուրախությամբ չլսենք տխրեցնող երգեր Եվ նաև այդ երգերի ընտրությունը, բանաստեղծություններն էլ, երբ որ նայում եմ, երեք թերթում եմ այդ պոեզիայի էջերը, բոլորը բաժանման, տրտմության, տանջանքի, իրար նեղացնելու, իրարից հեռանալու, իրար դավաճանելու մասին են եւ հնարավորինս քիչ տոկոս երջանիկ լինելու, սիրո, արևի, դրականի, երկար ապրելու եւ այլն։ Այսինքն մեր առօրյան ու մեր միտքը դասավորում է մեր հետագա քայլերը, գործողությունները, եկեք ամեն օր պլանավորենք անգամ մեր միտքը, ինչպես պլանավորում ենք բիզնեսը, այդպես էլ միտքը։
Ինձ թվում է ամեն ինչ ասեցի եւ այս թաղման թեման շատ էի մտածում, գրեցի, հետո մոտը մինուս դրեցի, խոսամ թե չխոսամ եւ այլն, բայց ես նկատի ունեի մեծ ծախսերի համար նմանատիպ մենք միշտ գտնում ենք գումարներ, բայց թող մեր թաղումի հոգեհանգստի 48 տարի այդ ծիսակատարությունների սեղանով չչափվի մեր մարդ լինելը, այլ տվյալ մայրիկի, հայրիկի հիշատակը պահելու համար դուք մի պուրակում նախաձեռնեք, օրինակ 10 կամ մի դպրոցի բակում 10 պտղատու ծառ տնկեք ի հիշատակ եւ թող անգամ այդ ի հիշատակը ուրախ բան լինի, ուրախ գործողություն լինի, ասածս դա է։ Կարծում եմ այսօրվա համար այսքանը, որովհետեւ ես այս ամենին ավելի ամփոփ կանդրադառնամ վաղը երեկոյան 20:00-ին ես հղումը կպատրաստեմ, գրառման մեջ նշել եմ, դուք կգրեք մեր ծրագրերի համակարգող, ծրագրերի եւ նախաձեռնությունների համակարգող, ծրագրերի ղեկավար Քրիստինե Վարդանյանին, հղումը նա ձեզ կուղարկի եւ ես վաղը 20:00 կմիանամ, որովհետև այսքան ծանրաբեռնված լինելով շատ մեծ սիրով ցանկանում եմ նաև տրամադրել ձեզ բոլորիդ, ովքեր ցանկանում են փոխել, աճել, կայանալ, հզորանալ, հզորացնել, որովհետև յուրաքանչյուրիդ կայանալով կայանում է ձեր համայնքը, ու ես էլ սիրով էս եմ կարողանում ժամը տրամադրել, ձեզ մոտիվացնել, կիսվել փորձով եւ բոլորդ ովքեր հղումները կստանան, հիմնականում ովքեր ունեն հյուրատներ, գրեք, նշումներ արեք, որ հեշտ քննարկենք իրար հետ, կխոսենք խնդիրների մասին, բացերի մասին, ինչը չի հաջողում, ինչը ճիշտ չենք անում եւ միասին կգտնենք լուծումները։ Շնորհակալ եմ, որ հետևում եք իմ էջին, շնորհակալ եմ, որ հետևում եք իմ ուղիղ եթերներին, յուրաքանչյուրի կարևորում եմ յուրաքանչյուրդ ինձ համար արժեք է, ես իմ անձի մասին եմ խոսում, գնահատանքով եմ վերաբերում յուրաքանչյուրիդ գրառմանը, հավանելուն, խորհրդին, անգամ քննադատությանը, որովհետև ամեն անգամ չեմ զլանում ասել, որ ես կամ ձեզնով, որովհետև եթե ես չունենամ ձեր աջակցությունը, ես կլինեմ, բայց կլինեմ ինձնով ու ինձ համար, իսկ հիմա կամ ձեզնով եւ բոլորիդ համար։ Շնորհակալ եմ, որ կաք, սիրում եմ բոլորիդ, ամենալավն ու բարին եւ արև ձեզ։